Ինչպես են սևամորթները հայտնվել հյուսիսային և հարավային Ամերիկաներում, մենք հիմնականում ենթասահարական Աֆրիկայի մասին մտածելիս պատկերացնում ենք ինչ-որ մարդկանց, որոնք օգտագործում են պրիմիտիվ ինչ-որ նիզակներ, ապրում են ինչ-որ փոքրիկ ցեղերով, ցեղից տնակների մեջ, զբաղվում են հիմնականում որսով, ու նես չի, որ այդ իրականությանը չի համապատասխանում, բայց կան նաև բացառություններ, եղել են աֆրիկյան բավականին ուժեղ և զարգացած պետություններ ենթասահարական Աֆրիկայում, օրինակ Մալիի կայսրությունը կամ Սոնգհայ կայսրությունը, որը հետագայում գրավում է Մալիի տեղը։ Իրանք անդադ իրար հետ կռվում էին, կլինի քաղաքացիական պատերազմներ մեծ պետության մեջ, օրինակ Սոնգհայ կայսրության մեջ, եւ թե պատերազմներ կողքի ավելի փոքրիկ թագավորությունների հետ, եւ ստրկացնում են իրենց թշնամիներին, որոնք շատ ժամանակ հենց իրենց նույն թագավորության մարդիկ էին, իրենց հայրենակիցներն էին։ Հետո էս մեր եվրոպացիները գալիս են, եկեք պորտուգալացիների օրինակով վերցնենք։ Աֆրիկացիներին առաջարկում են հրացաններ եւ զինամթերք, որը նրանք չունեին։ Աֆրիկացի թագավորներն էլ նրանց տալիս էին շատ մեծ քանակի ստրուկներ։ Հետո մեր պորտուգալացիները ստրուկներին վերցնում էին, տանում էին, ասենք Բրազիլիա, այնտեղ աշխատացնում էին ու լիքը հումք էին ստանում։ Այդ հումքը վերցնում էին, տանում էին Պորտուգալիա։ Պորտուգալիայում ստեղծում էին պատրաստի ապրանք, օրինակ հրացան եւ զինամթերք։ Հետո այդ զենքն ու զինամթերքը նորից վերցնում էին ու տանում էին էլի Արևմտյան Աֆրիկա, նորից ծախում էին աֆրիկացի թագավորների վրա, որոնք էլի մեծ սիրով վաճառում էին մյուս սևամորթներին։ Պորտուգալացիները վերցնում էին, նրանց տանում էին Բրազիլիա, ու այդպես մի հատ եռանկյուններ ձևավորվել, այդ առևտուրը տևել է շատ երկար ու միլիոնավոր սևամորթներ են վաճառվել հենց սևամորթների կողմից։ Նես որ մյուս անգամ չասեք հայի տականք, չգիտեմ ինչ, բոլորի մոտ էլ կա էդի, ու նույնիսկ շատ ավելի վատ դեպքեր կան, քան ինչ ունեցել ենք մենք մեր պատմության մեջ։